Pointi հենման կետի սերելի ունկնդիրներ։ Այսօր իմ հյուրը մի մարդ է, ում հետ ես երևի թե հարյուրավոր հարցազրույցներ եմ արել 2000-ի փետրվարի 17-ից սկսելով, բայց սա մի խոսակցություն է, որ հավակնում է անվերջության։ Ու ես դրա համար շատ ուրախ եմ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարև։ Ես ուզում եմ, որ տոնական այս հարցազրույցը այնուամենայնիվ ոչ այնքան տոնական թեմաների էլ նվիրենք։ Հին հույները ասում էին, որ ժամանակը անշարժ է, շարժվում են մարդիկ, համաձայն եք։ Այո, ես էլ եմ կարծիքին, որ ժամանակի տնօրինողը մարդն է որոշում իր ժամանակը ինչպես տնօրինել, շարժվել թե չշարժվել, բայց Էրնեստ Հեմինգուեյն ասում էր, որ ամեն շարժում չի, որ գործողություն է, այնպես որ ամեն շարժում չի, որ իր մեջ բովանդակություն է պարունակում ու ժամանակ է շարժում։ Այսինքն ժամանակը այդ նաև մարդու առաջ շարժման արդյունքում այն գործողությունն է, որը իրողություն է փոխում։ Մեր ժամանակներում Մեր ժամանակները այդ պատճառով են արագացել։ Ես կարծում եմ, որ այո, որտեվ թվային աշխարհը շատ մեծ արագությամբ առաջ է ընթանում եւ նույնիսկ տարիներ առաջ երբ ասում ենք, որ մեր սերունդը 60-ականների այս տեխնոլոգիաներին չի տիրապետի, չի սովորի, հիմա առանց այդ տեխնոլոգիաների չենք էլ կարողանում եւ օրվա մեծ մասը տրամադրում ենք այդ տեխնոլոգիաներին, ինչու, որտեվ չենք ուզում այդ արագությունից հետ մնալ։ Փորձենք համեմատել 2025-ի սկիզբը ու 2026-ի սկիզբը։ Ինչ փոխվեց։ Փոփոխություններ ահռելի են։ Ես ու դուք մի տարի էլ մեծացանք։ Դա մոռանեմ։ Շարժումներ արեցինք, դրա մեջ գործողություններ կային, այո, կային։ Եվ հիմնական գործողություններն էր, որ միասին նաև նախաձեռնեցինք Եվրոմիության անդամակցության գործընթաց, որ քաղաքացիական նախաձեռնություն էր եւ որը բարեբախտաբար հաջողությամբ ավարտվեց։ Նաև ես համարում եմ, որ մեր ձեռքբերումների մեջ է մտնում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որտեղ 2003 թվականից գոնե սկսած ակտիվորեն քարոզել ենք Հայաստանի տեղն ու դիրքը տեսնելով արևմտյան երկրների շարժքում, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ ռազմավարական եւ անվտանգային պայմանագրեր ունենալու առումով։ Գոնե ես բազմաթիվ անգամներ այդ բարձրաձայնել եմ եւ այդ առումով էլ կարելի է համարել, որ նույնիսկ 2000 թվականից սկսած այն գործընթացները, ինչը մենք արել ենք, 2025-ին որոշակի արդյունք է տվել։ Տարվա սկզբին պատերազմի վտանգը անխուսափելի էր, Միացյալ Նահանգների ընտրությունները ու այդ ժամանակաշրջանը փոփոխության գուժում էին, որ Ադրբեջանը կհարձակվի, ինչպես 2020 թվականին տեղի ունեցավ, հետո արդեն Իրանի հետ պատերազմի շրջանը բոլորն ասում էին, որ միանշանակ Ադրբեջանը օգտվելու է դրանից եւ վերջում Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ այո, այդ ժամանակ լուրջ վտանգ է եղել եւ Միացյալ Նահանգները դա թույլ չի տվել, կարողացել է խնդիրը բերել, հասցնել սրան։ Այսօրվա պարագայում մենք ունենք նախաստորագրած փաստաթուղթ, ռետորաբանությունը Ադրբեջանի իշխանությունների, Թուրքիայի իշխանությունների տարվա սկզբին եւ հիմա կտրուկ փոխվել է, խոսում են ավելի շատ այդ ստորագրված փաստաթղթի առավելություններից, կամ բարդություններն են ներկայացնում, այնպես որ 2025-ի վերջին որևէ մեկը չի ասում, որ 26-ի սկզբին պատերազմ կլինի։ Այս արդեն դրական է։ Երբ Հանրապետություն կուսակցության հիմնադիր համագումարում ասում էիք, որ պետք է պորտալը Ռուսաստանից կտրել, սպասում էիք, որ դրա համար համարյա քառորդ դար պիտի անցնի, որպեսզի դա դառնա իրողություն։ Ոչ էի սպասում, ես մտածում էի, որ ամեն ինչ հնարավոր է անել ավելի արագ, բայց պիտի ընդունեմ, որ սխալ էի այդպես մտածում, որովհետև ավելի արագ անել հնարավոր չէր կամ ավելի արագի դեպքում վտանգները կարող էին ավելի մեծ լինել։ Չնայած դժվար է ասել, միգուցե չլիներեն այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, միգուցե ավելի քիչ վստահենք կամ ավելի քիչ հույսներս դնենք մեր ռազմավարական գործընկերոջ վրա եւ
ինքնուրույն ինքներս փորձենք մեր մասին մտածել, այս չլիներ, միգուցե արևմուտքի հետ լինելու պարագայում մեր իրական բարեկամներ իսկապես թույլ չտային, որ Ադրբեջանը նման հարձակում անի, այնպես ինչպես հիմա կարողացան թույլ չտալ։ Դժվարանում եմ այդ ասել, բայց ամեն դեպքում այն ժամանակ ես չէի պատկերացնում այն դժվարություններն ու բարդությունները, ինչը կան Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում, այդ ամեն ինչ ավելի հեշտ ու հանգիստ էր թվում, այդ երևի տարիքային խնդիր է, որտեղ այն ժամանակ շատ ավելի երիտասարդ էի, հիմա տարիքի ինչ-որ առումով զգուշավորություն է բերում, կամ ավելի քիչ ռիսկային գործընթացներ ծավալելու մոտեցումներ է պարտադրում, ինչը բնական է կարծում եմ։ Կարծում եմ հիշում եք ձեր իսկ խոսքերը ռիսկի չգնալը ավելի մեծ ռիսկ է։ Այո, Եվ դա վերաբերում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմնորոշումներին վերջին հաշվով։ Այո, ես կարծում եմ, ես այդ ավելի շատ ասել եմ Լեռնային Ղարաբաղի համատեքստում, եւ ես դա ասում եմ այն համատեքստում, որ ճանաչեք Կոսովոյի անկախությունը, որ Դոնբաս Լուգանսկը ճանաչելը ձեզ որևէ բան չի տալու, հակառակ էֆեկտը, որտեվ նույն Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, ավելին Ռուսաստանը ինքն էլ համարում է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի անբաժանելի մաս է, եւ այդ բարձրաձայնել է իր նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերով, այն էլ ոչ մի անգամ, հետևաբար պետք է ռիսկի գնալ, պետք է փորձել ուղղությունը փոխել դեպի արևմուտք, ճանաչել Կոսովոյի անկախությունը, Կոսովոյի տարբերակը վերցնել որպես օրինակ եւ փորձել այդ ուղղությամբ քայլեր անել։ Այո, կան իրավիճակներ, երբ ռիսկի չգնալը շատ ավելի ռիսկային է, քան որոշակի ռիսկը, որը կարող է անխուսափելի անհաջողությունից զերծ պահել մեզ։ Ձեր կարծիքով Թավշյա հեղափոխության օրերին խոստացված տնտեսական հեղափոխությունը ինչու այդպես էլ իրականություն չդարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ տնտեսության կառուցվածք փոխվեց, ոչ ընդհանրապես ինքնիշխանությունը տնտեսության հիմքում դրվեց։ Ընդհանրապես մեր եւ Ռուսաստան փոխհարաբերությունները դեռ սովետական ժամանակից սկսած կոմունիստները դրել էին մի մեխանիզմ սովետական հանրապետությունները միմյանց կապել տնտեսությամբ ու կապել այնքան սերտ, որ բաժանվել կործանարար լինի բոլորի համար։ Եվ էությունն այդպեսին է, տնտեսությունը նման հատկություն ունի։ Սովետական միության փլուզումից հետո ռուսական արտաքին քաղաքականության մեջ շատ բան չփոխվեց։ Այսօր էլ նախկին սովետական կրթություն ստացած Լավրովներն են այդ արտաքին քաղաքականության հեղինակները եւ իրենք խնդիրները տեսնում են այդ համատեքստում։ Եվ այդ համատեքստում Հայաստանը ամենաշատը սերտաճած է տնտեսական դաշտում Ռուսաստանի հետ, դա ավելի շատ է, քան ռազմական դաշտում ունեցած պայմանագրերն ու սերտաճած լինելը, եւ դա նաեւ խանգարող հանգամանքներ կամ այն ռիսկայնություններ բերում, որից իշխանությունները վախենալով չգնացին տնտեսական հեղափոխության։ Այո, ցավոք սրտի այս տարիներին իշխանության խոստացած տնտեսական հեղափոխությունը տեղի չի ունեցել։ Եվ դա տեղի չի ունեցել նորից անվտանգային բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով, որտեղ եթե հիշում եք, այս իշխանության նախորդ իշխանություն Սերժ Սարգսյանը, երբ մի օրվա մեջ հրաժարվեց ասոցիացիան համաձայնագրից եւ որոշեց, որ մեր տեղը ԵԱՏՄ-ում է, ինքը բացարձակ անկեղծ բացատրեց, որ անվտանգություն թե տնտեսություն բանաձևում ինքը նախընտրում է անվտանգությունը։ Այսինքն իրենք ընդունեցին, որ ելնելով անվտանգային խնդիրներից իրենք կարող են զոհաբերել տնտեսական զարգացման ավելի ռեալ, ավելի իրատեսական ուղղություն, բայց սա անվերջ է։ Նման պարագայում դու անվերջ մնալու ես տնտեսապես թույլ, իսկ տնտեսապես թույլ լինելով դու անվերջ խոցելի ես լինելու ինքնիշխանությունը նվազեցնելու ես միանշանակ ռազմական ոլորտում։ Հետևաբար իմ եզրակացությունը հետևյալում է, որ Ռուսաստանի հետ լինելով մենք չենք ունենալու զարգացող տնտեսություն, հետևաբար լինելու ենք տարածաշրջանի ամենաթույլ, ամենավերջնաեզրային, լուզերային եւ ամենախոցելի երկիրը ուրիշից կախված, եւ այստեղ ռիսկի չգնալը ու քաղաքական ուղղվածությունը չփոխելը ռիսկի գնալուց շատ ավելի վտանգավոր է։
Փաստորեն մենք այնուամենայնիվ կարծում եմ հասարակության մեծամասնության մեջ այդ գիտակցությունը արմատավորված է, որ ԵԱՏՄ այն ժամանակ մաքսային միություն մտնելը շատ ավելի մեծ սխալ էր, քան կարող էր սխալ լինել չմտնելը եւ Եվրամիության ասոցիացիան համաձայնագիր կնքելը, որովհետեւ անվտանգության առումով մենք անվտանգություն չապահովեցինք, որը ընդամենը մի քանի տարի հետո ապացուցվեց 2016-ի քառորյայով 2020-ի 44 օրյան էլ արդեն վերջն էր այդ ամեն ինչի։ Ես կուզենայի, որ այդպես լիներ, բայց ցավոք սրտի չեմ կարող ձեր այդ տեսակետը պնդել, որովհետև բավարար է շփվել ջերմոցներում գյուղմթերք արտադրող գյուղացիների հետ եւ կհասկանանք, որ այդ մոտեցումը ավելի շատ քաղաքական անհատների կամ քաղաքական գործընթացները պլանավորող այդ գործընթացներում լուծումներ փնտրող անհատների մոտ է, քան իրական այն տարածված լեզվով ասած հողի վրա աշխատող մարդի, որտեղ հողի վրա աշխատող մարդը մտածում է իր տունը ինչպես պահել, իսկ տունը պահելու այլ տարբերակ կան ունեցած սեփականաշնորհված հողի վրա ինչ որ ապրանք արտադրելը ու դա վաճառելը այլ տարբերակ ինքը չի տեսնում ու պետությունը պարտավոր է այդ մարդուն ապահովել վարկային ռեսուրսներով, պարտավոր է ապահովել նրան, չգիտեմ, տարբեր բնական աղետներից եկած վնասները փոխհատուցելով եւ պարտավոր է նրա արտադրած ապրանքը ինչ որ ձև իրացման հնարավորություններ տալ եւ այս պետությունը փորձել է այդ հնարավորությունները եղած տնտեսական դաշտում Ռուսաստանի հետ պահել բայց նորից եմ ասում այս կախվածությունը չի բերել նրան որ գյուղատնտեսությամբ զբաղված անհատ գյուղացիական տնտեսությունները, որոնք փոքր տարածքների վրա հող են մշակում, ապրեն երջանիկ ու հարուստ, կարողանան իրենց խնդիրները լուծել, ընդհանուր առմամբ գոյության խնդիր են լուծում այս գյուղատնտեսական տնտեսությունները, այդ տնտեսությունները առանձնապես պետությանը մուտքեր չեն ապահովել, իսկ բնական աղետների պարագայում շատ լուրջ վնասներ են ունեցել։ Սա փակ շղթա է, որը մեր ժողովրդին բարեկեցության չի տանում եւ այս փակ շղթայից դուրս գալու համար այո ռիսկային քայլեր են անել պետք եւ այդ քայլեր եւ նման քայլեր Եվրոմիությունն առաջարկում է նրանք առաջարկում են խոշորանալ մեր գյուղատնտեսական տնտեսությունները եւ այդ դեպքում իրենք կարող են տրամադրվել շատ ավելի ձեռնատու գյուղատնտեսական վարկեր, որոնք մարդիկ կարող են գյուղմշակման մեքենաներ գնել, կարող են ցանցեր գնել բնական աղետներից պաշտպանության, այդ դեպքում ապահովագրական ընկերությունները նաեւ կապահովագրեն, նաեւ լավորակ մթերք արտադրելու դեպքում դրանք կարող են մտնել եվրոպական շուկաներ, այնպես ինչպես Մոլդովայի պարագայում եղավ Այդ սպառման շուկայի հարցն է գլխավորը, որ հայ գյուղացին մնում է իր նվազագույն շահույթի վրա ու չի փորձում ավելի մեծ շահույթ ստանալ, ավելի մեծ աշխատանքի պարագայում։ Ես կասեի, որ այլընտրանք չունենալու կամ այլընտրանքը չտեսնելու կամ այլընտրանքի հնարավորություններ չբացելու խնդիրն է տանում։ Ես վստահ եմ, որ հայ գյուղացին իր գենի մեջ ունի նաև վաճառականի գենը եւ ինքը ամեն ինչ նույնիսկ շուկայում, նույնիսկ իր արտադրածը փորձում է սակարկել ու վաճառել հնարավորինս թանկ եւ ինքը միշտ թանկի կողմնակիցն է հետեւաբար ինքը կարող է թանկ ապրանք արտադրել եւ Եվրոպայում վաճառել բայց ինքը այսօր չգիտի այդ եվրոպական շուկան չի տեսել այն չի պատկերացնում այդտեղ ինչպես պիտի գործել իրեն շատ մեր ժողովրդի լեզվով ասած դզում է այնտեղի լոլիկի գինը բայց ինքը մտածում է որ իր լոլիկը այնտեղ հասնելու տարբերակ չունի որ ինքը կարող է այդ որակի լոլիկ արտադրել այդտեղ ինքը չի կասկածում հետեւաբար այն գործընթացները ինչը տանում է Եվրոմիության հետ մեր փոխհարաբերությունները վիզաների ազատականացման ռեժիմի եւ այլի դեպի ԵՄ արվող քայլերի այս խնդիրը կարող են լուծել Այս խնդիրը կարող է լուծել ինչպես, որովհետև եթե եկող տարվա վերջին վիզաների ազատականացված ռեժիմ չլինի, այն մաքսիմալ հեշտացված ռեժիմին կարող ենք անցնել եւ հայ մարդը կարող է Եվրոպա գնալ շրջագայել, ուսումնասիրել այդ, տեսնել այդ։ Իսկ տեսնելուց հետո
Ինչպես անել, որ ինքը այնտեղ հասնի։ Դրա հնարավորությունը կա ու Եվրոպան այդ տալիս է։ Ինքը այդ հնարավորությունը տվեց վրացիներին, տվեց մոլդավացիներին, մեզ էլ կտա։ 2 տարի իրենց համար բացեց դռները, ասես նույնիսկ ֆինանսներ եմ տալիս, բայց ապահովեք այն չափանիշները, ինչ ես ուզում եմ։ Վրացիները իրենց գինեգործարանները հին ամբողջությամբ քանդեցին, հայ գինեգործները գնացին այդ հին նառան բերեցին, որ այսօր ինչ անեն, չգիտեմ։ Այսօր վրացիները իրենց գինիներն արտադրում են նոր եվրոպական տեխնոլոգիաներով, ու Ռուսաստանը, որ վրացական գինիների ճանապարհը փակել էր իր առաջ, այսօր ինքն է խնդրում, որ վրացիները գինի վաճառեն իր խանութներում, ու այդ գինին ավելի թանկ է, քան հայկական կոնյակը։ Այսինքն խնդիրը լուծում ունի։ Այդ լուսման համար աշխարհը ճանաչել է պետք, ժամանակին զուգընթաց քայլել է պետք եւ երբեմն ժամանակից առաջ ընկնել է պետք։ Գուցե նաև քարոզչության խնդիր է, որովհետև տեսեք, դուք ասում եք պետք է գնալ տեսնել, իսկ գուցե փորձը բերենք այստեղ ցույց տանք, այնպես այնտեղ ինչպես է, ինչ սկզբունքներով է, ինչ պետք է անի, ինչ կարող է անել պետությունը իբրև կազմակերպիչ, ինչ պետք է անի արտադրողը։ Գուցե այդ միջանկյալ օղակի բացակայությունն է, որ այնուամենայնիվ հայ արտադրողները գերադասում են կոռումպացված, բոլորովին ուրիշ համակարգող աշխատող ԵԱՏՄ շուկան, բարձր չափանիշներով, բարձր շահույթներով եւ ԵԱՏՄ-ի հետ անհամեմատ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող Եվրամիության շուկայից։ Ես այդքան էլ քարոզչություն չէի համարի, որտեղ ով գոնե դուք եւ ես այդ քարոզչությունը երկար տարիներ անում ենք, բայց երբ որ այդ քարոզչությունը այձեր ասած կոնկրետ օրինակով չի ցուցադրվում, մարդը աչքով չի տեսնում, չի շոշափ, այդ քարոզչությունը մնում է քարոզչություն։ Այդ աստուն հավատալը չի, որ մարդ չտեսնելով հավատա։ Սա կոնկրետ բիզնես է, մարդը պիտի տեսնի, պիտի շոշափի, պիտի հասկանա, պիտի ինքն էլ փորձի ու պիտի պետությունը հնարավորություն տա, որ այդ մարդը կարողանա փորձել։ Այ խնդիրը այդ հնարավորություն տալու մեջ է։ Սերժ Սարգսյանը փորձեց այդ հնարավորությունը տալ, Ռուսաստանից ասացին նո։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է փորձում այդ ցույց տալ, Ռուսաստանից էլի ասում են նո, ու Հայաստանի իշխանությունները սկսում են մանյովրել այդ դաշտում եւ Ռուսաստանի, ասենք, մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասում է, ինչ երկերեսանություն է, Հայաստանի իշխանությունները իրենք են կոչանում, հետն էլ մեզ են մեղադրում, այստեղ գալիս են բարեկամությունից են խոսում, այնտեղ գնում են ասում են հիբրիդային պատերազմի համար գումար տվեք, կամ նույն բանն ասում է նախկին ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը նույն համատեքստում ավելի հայերեն ու ավելի դիպուկ մոտեցումներով այստեղ պիտի ասեմ հետևյալը, որ եթե Մարիա Զախարովան ու Էդվարդ Շարմազանովը մտածում են, որ եթե հիբրիդային պատերազմի առումով Նիկոլ Փաշինյանը նման բաներ է ասել կամ Հայաստանի իշխանությունները Եվրոպայից գումար են վերցնում, ապա Պետերբուրգում հանդիպելու պարագայում պիտի շիշը վերցնեն ու տան Պուտինի գլխին, արտաքին քաղաքականությունը այդ համատեքստում չի միանշանակ եւ այդ համատեքստում չի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեւ ինքն էլ հայ ժողովրդի մասին մշտապես ասում է, որ այդ բարեկամ երկիր են, բայց 2020 թվականին իրենք ամբողջությամբ բարեկամ էին համարում Ադրբեջանին, բարեկամ համարելով իրենք այսօր չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, իրենք իրենց ազդեցության տակ գտնվող 5-րդ շարասյունը ներառյալ եկեղեցին, ներառյալ մեծահարուստ հայ օլիգարխներին օգտագործում են այսօրվա իշխանության դեմ, բայց այդ իշխանությանը բարևում են, շնորհակալություն են հայտնում, որ հրավերը եկավ։ Սա անունը քաղաքականությունն է, ու Մարիա Զախարովան ու իմ ընկեր Էդվարդ Շարմազանովը սրանից չզարմանան։ Այդպես Դուք շատակեցիք հիբրիդային պատերազմը, որ բոլոր առումներով վարվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ձեր գնահատականով առ այսօր մենք այդ հիբրիդային պատերազմում այնուամենայնիվ պարտվում ենք, թե մեր դեմ արդեն հիբրիդային մեթոդներով անիմաստ է պայքարել 2020-ից հետո, այս բոլոր շարժումներից, վերկացլաուներից, զարթնիր լաուներից, չգիտեմ, սրբազան շարժումներից, օլիգարխներ ներմուծելուց հետո
Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունում պարարթող գտնում է Կրեմլի վկաների ձեռքով, թե մենք ունենք մեր արդեն կարծրատիպը, ով է Ռուսաստանը եւ ովքեր են մեր իրական դաշնակիցները, ովքեր են Հայաստանի Հանրապետության համար խաղաղություն ապահովել եւ հետագայում էլ ապահովելու անվտանգություն։ Ես կարծում եմ, որ պարարթող գտնում է, որովհետեւ դեռ Երկրորդ համաշխարհայինի տարիներից պաշտական Գերմանիան ուներ մի պրոպագանդիստ, որը ասում էր, որ եթե սուտը բազմաթիվ անգամներ կրկնես, ինքը ճշմարտություն է դառնում։ Այդ քարոզչությունը այսօր օգտագործում է Ռուսաստանը եւ այն կարգի ստեր, որոնք կարելի անհետեցություն համարել, այդ կարգի ստերը հանրային ընկալման մեջ սովորական հայ մարդու մոտ դառնում են ճշմարտություն։ Աբսուրդը դառնում է ճշմարտություն։ Եվ մեր գյուղում ես հանդիպում եմ իմ բազմաթիվ ընկերների, որոնք անգամ բարձրագույն կրթություն ունեն, մանկավարժականն են ավարտել կամ պոլիտեխնիկը, կամ ինքեր ունեն, որը գեղարվեստաթատերականն է ավարտել, իրենք ասենք այդ անհետեցությունն ասում են ու ինձ հարցնում են արդյոք էս ճիշտ։ Այսինքն ինքը որոշակի առումով պարարտ հող գտնում է մարդկանց մտածելակերպի մեջ կասկածներ դնելու։ Իհարկե այստեղ կա նաև հետևյալ հանգամանքը, որ որևէ իշխանություն 2 ժամկետից ավել հոգնեցնում է մարդկանց, անկախ նրանից այդ իշխանությունը ինչքան լավ է կամ ինչքանով է վատ, միևնույն է, հոգնեցնում է մարդկանց եւ մարդիկ այդ առումով սկսում են թերություններ նկատել եւ նաեւ իրենց մոտ ինչ որ առումով հաճելի է թերությունները, որոշակի հումորային համատեքստերում լսելը, տեսնելը ու այս ցավոք սրտի հայկական լրատվական դաշտի մամուլի բազմաթիվ օրգաններ մեծ սիրով բացառիկ երևակայությամբ իրենց սակրալ պարտքն են համարում տարածել այդ ամեն ինչ։ Բայց պիտի ասեմ, որ վերջին շրջանում իմ համար էլ շատ զարմանալի Civilnet-ը սկսեց հետազոտություններ անել այդ հիբրիդային պատերազմի համատեքստում, այդ 3 առումներով, շտորմի, մատրյոշկաների, չատբոտերի առումներով եւ այլը, եւ հետաքրքիրը նա է, որ վերջին շրջանի բոլոր հիբրիդային պատերազմներով դրած թեզերը, սկսած եկեղեցուց, Թուրքիայի ազդեցության, Ռուսաստանի ազդեցության, վերջնական արդյունքում հանգում էին մի կետի, անկախ նրանից այդ կետը Ֆրանսիայում է, Ստամբուլում է թե Մոսկվայում։ Պարզվում է, որ այդ կետը ռուսական ազդեցության կուսակցություն է կամ ռուսական ազդեցության անհատի է պատկանում, որը մշտապես տվյալ երկրում Ֆրանսիայում սպասարկել է ռուսական շահը։ Այսինքն ստացվում է, որ Մարիա Զախարովան ստում է եւ իրենք այո մի կենտրոնից, այն ինչ որ ինքն ասում է, համատարած իրենց բարեկամներին կամ իրենց կողմից ֆինանսավորվող աշխարհի տարբեր չատբոտերին ասում են այ այս թեման գծեք ու կամ չեն էլ ասում իրենք այդ անում են որ իրենց վճարեն ու այս համատեքստում ցավոք սրտի նորից պիտի կրկնեմ հայկական լրատվական դաշտի մի ահռելի շղթա այդ սպասարկում է չհասկանալով որ դրանով ինքը մեծ վնաս է տալիս իր պետությանն ու պետականությանը, չհասկանալով, որ այդ աշխատավարձը, որը ինքը ստանում է իր պետության դեմ աշխատելու համար։ Գուցե դուք իսկապես շատ բարի եք եւ կարծում եք, որ դա արվում է չհասկանալով։ Իսկ իմ գնահատականով դա արվում է շատ լավ հասկանալով եւ արվում է միանգամայն վարձավճարված, արվում է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջը դառնա իրենց ցանկացած, իրենց երազած, իրենց պատկերացրած գուբերնիան։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այդ պարագան իրեն զախողելու է, ինչու եմ այդպես կարծում, ճապոնացիները մի պատմություն ունեն, շատ հետաքրքիր պատմություն է, ասում են, որ մեկը մոտենում է քաղաքի դրան մոտ նստած իմաստունին եւ ասում է ինչպիսի մարդիկ են ապրում այս քաղաքում, նա ասում է դու որտեղից որ եկել ես այդտեղ ինչպիսի մարդիկ էին ապրում, դե ասում է չար, նախանձ, մեծամիտ, ասում եմ իմը այդ քաղաք ստեղել են այդպիսի մարդիկ ապրում։ Երկրորդն է մոտենում ու նույն մարդուն նույն հարցն է տալիս, էլի իմաստունը ասում է ձեր քաղաքում ինչպիսի մարդիկ որտեղից եկել էին, ինչպիսի մարդիկ էին ապրում, ասում է բարի, կամեցող, սիրալիր, ասում է սենց քո քաղաքն է, որ դու եկել ես, այն մյուսն ասում է չհասկացա այդ ոնց իր համար լավն էր, ասում է դու ուր էլ գնաս,
առաջինը քեզ ես հանդիպելու։ Հիմի այդպես մտածողները իրենք առաջինը իրենց են հանդիպելու, իսկ իրենց հանրահավաքները 10,000-ից չեն անցնում։ Այս քաղաքում էլի, այսինքն մեր երկրում այդ բարի, լավ ապագային հանդեպ հավատ ունեցողները շատ ավելի շատացել են, քան նրանք, ովքեր ամեն ինչի մեջ վատն են տեսնում, ու քանի որ իրենք ամեն ինչի մեջ վատն են տեսնում, ուղղորդվում են վատով վատը ներկայացնելով, հաջողության հասնել չեն կարող։ Չարությունը երբեք որևէ լավ տեղ չի տանում, այդ վստահաբար։ Ու ես չգիտեմ, ես նաև սրտի ցավով եմ ասում, որ այդ մարդիկ պարտվելու են, որովհետև իրենք ոչ ճիշտ ուղղություն են բռնել, որովհետև դա ոչ իրենց է երջակացնելու, ոչ իրենց հայրենակիցներին, ոչ էլ իրենք արդյունքի են հասնելու։ Անդրադառնանք 2026-ի գլխավոր իրադարձությանը, ձեր կարծիքով հունիսի 7-ի ընտրությունները սոսկ իշխանություն ձևավորելու միջոց են, թե մենք այնուամենայնիվ գնալու ենք աշխարհաքաղաքական, քաղաքակրթական ու ճակատագրական ընտրության։ Ես բազմաթիվ ընտրությունների եմ մասնակցել եւ համարում եմ, որ այս ընտրությունները իմ կյանքում տեղի ունեցող ամենաէական ընտրությունն են, որովհետև այստեղ արդեն որոշվում է Հայաստանի Հանրապետության ապագան առաջիկա տարիների համար, իմ թոռների, իմ ծոռների, իմ զավակների եւ նաեւ իմ ապագան, որովհետև այս ընտրությունից հետո այստեղ աշխարհաքաղաքական ընտրության արդյունքում այն նախկին իշխանությունները կամ մնում են կամ հեռանում են վերջապես, ընդհանրապես Ընդհանրապեսին համաձայն եմ։ Ընդհանրապեսին կապ չունեմ ֆիզիկական առումով, բացարձակ նման բան չեմ հուզում, Մենք խոսում ենք քաղաքական կատեգորիաներով, այո, որ թե տարիքային առումով, թե քաղաքական առումով այդ գիծը սպառվում է։ Մեր ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը իր մշակույթային, իր մոտեցումների, իր ունեցած ընկալումների առումով ավելի շատ եվրոպական համայնքի հետ է, ավելի շատ արևմտյան մոտեցումներ կիսող է, ավելի շատ այդ համակարգում ապրելու ցանկություններ ունեցող է, քան այն ռուսական համատեքստում, ինչը մինչ հիմա ապրել է։ Հետևաբար այս ընտրությունները պիտի ապահովեն դա, եւ ես կարծում եմ, որ այս ընտրություններում այդ հնարավորությունը կա, որովհետև նախորդ խորհրդարանում գործում են ռուսամետները եւ բալանսավորման կողմնակիցները եւ չկա հստակ արևմտյան ուղղություն, որը գոնե խորհրդարանի մակարդակում փորձեր բալանսավորել ու այդ ուղղությամբ արևմուտքից եկող ներդրումների համար կփորձեր ապահովել բարենպաստ մթնոլորտ։ Մենք խորհրդարանում չէինք, բայց մենք երկար տարիներ ամուր սարի ներդրումների եւ այլնի, թե պետության իշխանությունների, թե ընդդիմության դեմ, թե էկոլոգների դեմ պայքարել ենք, որ Հայաստանում ներդրումներ լինեն, ու ելի շարունակելու ենք այդ անել։ Հիմա ես կարծում եմ, որ այս ընտրությունները լուծելու են այդ խնդիրը, եւ ես բոլոր հարցումներով բացառությամբ Գելափի, որ մեղմ ասած հարցում համարել մեղք կլինի, որտեղ այդ պրոպագանդա է, բայց նույնիսկ այդ հարցումներով մենք տեսնում ենք, որ այս երրորդ ուղղությունը, որ մենք ենք, ռեալ հնարավորություն ունի ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում եւ կարծում եմ նաեւ դա ապացուցեց վաղարշաբաթի ընտրությունները, որտեղ մեզ ընդամենը 13 զայն չհավաքեց, չերիքեց 4% հավաքելու առումով, իսկ վաղարշաբաթում մենք կառույց չունեինք եւ երբեք չէինք ունեցել եւ այդ ընտրությունների ու ընտրական գործընթացների մեջ սկսել ենք մտնել ու այնտեղ տեղում համախոհներ հավաքել ընտրությունից մի ամիս առաջ ընդամենը։ Շատ լավ, երբ մենք հանդիպենք էլի հարցազրույցի 2026-ի ավարտին, 2027-ի համար ինչ կասեք։ Ես կուզենայի ասել, որ 2026-ը արտակարգ տարի էր Հայաստանի համար, 2026-ին ես հանդիպեցի շատ բարի, շատ կամեցող, լավը ցանկացող եւ համեստ մարդկանց եւ հուսով եմ, որ 2027-ն էլ կլինի այդպիսին։ Լավ, հիմա անցնենք բլիցի։
Ով եք դուք ձեզ։ Մարդ, որին աշխարհի արարումից առաջ ստեղծեց ամենազոր եւ ամենակարող Աստված, եւ ես համոզված եմ, որ թե իմ, թե ձեր, թե յուրաքանչյուրիս մեջ կա արարիչի այդ ներուժը, ուղղակի մենք պիտի այդ օգտագործենք ճիշտ։ Մենք Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված։ Միանշանակ այո, եւ Աստված ոչինչ պատահական չի արել, ինքը ուզում է մեր մեջ տեսնել իրեն, այդ մեզանից է կախված, մենք ուզում ենք, որ մենք լինենք այնպիսին, ինչպիսին Տերը, իսկ եթե այդ ուզում ենք, պիտի շարժվենք իր պատվիրաններով, պիտի փորձենք հասկանալ իրեն։ Լավ, Տրտած ճարտարապետ Բրունելլեսկի Բրամանտե, ում կվստահեիք մեր ժամանակների տաճարը կառուցելը։ Միանշանակ Բրունելլեսկին իմ համար ճարտարապետության հայրը, հիմնասյունը Բրունելլեսկին է, ու խնդիրը միայն գմբեթը չի, որ ինքը կառուցել էր Ֆլորենցիայում, ես իր մնացած գործերն էլ շատ հավանում եմ։ Լավ, դուք բոլորին սիրում եք, ի՞նչն եք ատում։ Ատում եմ հիմնականում դավաճանությունը, ատում եմ ինձ, երբ չափից ավել եմ վստահել, երբ որևէ մարդու առումով զգացել եմ, որ խաբվել եմ, ես չեմ ներում ինձ, երբ խաբվում եմ, որտեվ իմ հետ խաբվում եմ նաև շատերի։ Կա օր, որ 24 ժամ ապրել եք ձեր ցանկացածի պես։ Ես ամեն օր փորձում եմ 24 ժամ ապրել իմ ցանկացածի պես։ Եվ ստացվում է։ Կարծում եմ այո, հիմնականում այո, որովհետև ես շատ քիչ բաներ կա, որ անում եմ պարտադրված, շատ քիչ բաներ կա, որ անում եմ պարտադրված։ Ինչ որ անում եմ սրտանց, անում եմ անկեղծ եւ համարում եմ, որ դրանից որոշակի օգուտ կա։ Ինչը երբեք չեք ների։ Երբեք, գիտեք ինչ, ես ընդհանրապես ուզում եմ սովորել ներելը, որովհետև եթե կա ինչ որ բան, որը ես երբեք չեմ ների, ապա դա Աստծո սրտով չի, որովհետև ես գիտեմ, որ աշխարհում միայն մի մեղք կա, որ Աստված չի կարողանում ներել, դա չխոստովանած մեղքն է։ Ես փորձում եմ իմ գործած մեղքերը խոստովանել, հետևաբար կարող եմ ներել ցանկացած մեղք, եթե մարդը խոստովանում ու ապաշխարում է դրա համար։ Ձեր տաբուները որոնք են։ Գիտեք, տաբուներ ունեմ բարոյականության խնդրում, ասենք սիրիր ծնողներին պատվիրանը, որը միակն է, որը Աստված նաև խոստում է տալիս, ասում է, որ երկար ապրես, այսինքն կապահովի, որ երկար ապրես։ Իմ համար տաբու է ծնողներից բողոքելը, իմ համար տաբու է, երբ ծնողը իր զավակներից է բողոքում, այդ չկայացած մարդու խնդիր է։ Իմ համար տաբու է իմ երկրին, իմ պետությանը, իմ պետականությանը, իմ երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը թերագնահատելը։ Իմ համար իսկապես անկախությունը բացարձակ արժեք է, ինչքան էլ ասեն, թե բացարձակն ինչ է։ Բացարձակ արժեք ու վերջ, բացարձակը հենց այդ է, բացարձակ Աստված է, որը բացարձակ է եւ ինքնիշխանությունն ու ինքնուրույն որոշումներ կայացնելը բացարձակ արժեք է։ Այդ բացատրելու չի, հետեւաբար սրան դեմ արվող ցանկացած բան իմ համար տաբու է, ես չեմ գնա այդ ճանապարհով։ Ծով, լեռներ, անտառներ, որտեղ եք լիարժեք ձեզ զգում։ Միանշանակ ծով, դրա համար աղջկա սանունը ծովին արե։ Ես էլ։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Առաջին ճիշտ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններն էլ ավելի խորացնել, ճիշտ ասելով ի նկատի ունեմ շահերը համընկնող,
տվյալ պահին շահերը համընկնող ռազմավարական գործընկերների հետ կապեր էլ ավելի խորացնել, հաշվի առնելով նաև էթնիկ, մարդկային տեսակի մոտեցումները, երկրորդ անել ամեն ինչ Հայաստան ներդրումներ բերելու եւ Հայաստանի տնտեսությանը թռիչքային աճապահովելու առումով, որտեղ ես համոզված եմ, որ մենք ունենք հնարավորություն իրապես թռիչքային աճ ունենալու եւ այնպիսի բյուջե ունենալու, ինչպիսին Իսրայելն է։ Ես մեզ թերի չեմ համարում եւ իմ խնդիրն եմ համարում տեսնել այն օրը, որ Հայաստանը կարճ ժամանակում 200 միլիարդ դոլարին համարժեք բյուջե ունենա եւ այդ դեպքում մեր հետ որևէ մեկը անկլավներից չի խոսի հաստատ եւ երրորդ որ մեր երկիրը կարողանա այս ամեն ինչի մեջ այս թվային աշխարհում պահի իր մշակութային արժեքները, իր կեցվածքը, իր գրականությունը, իր գիտության մասնագետներին, իր արվեստագետներին, կարևորելով այս ամենը ու այս ամենը որպես բուն հայկական էթնիկ, էնդեմիկ երևույթ կարողանա ներկայացնել աշխարհին։ Աշխարհում ամեն չաթում եք կարոտում։ Եղբորս մորս Դելֆյան տաճարի վրա գրված էր «Ծանյաս քեզ, ճանաչիր ինքդ քեզ», դուք ինչ կգրեիք։ Նույնը, ճանաչիր ինքդ քեզ, բայց ես, գիտեք, մի բան կա, ես աշխարհին ինչ կասեի, ինձ շատ դուր է գալիս, ընդհանրապես բոլոր կլորներն են այդպեսին, բայց շատ լավ ձևակերպել է Դալայ Լաման, ինքն ասում է, եթե ինձ ասեին մարդկության ինչ կասեի մի մտահոգվեք, որովհետև այն ինչ որ կա, դա ուղղակի կոստյում է, այն ինչ որ ձեր ներսում են հավերժ չի մերդ։ Ինչ հարց չտվեցի։ Չկա այնպիսի հարց, որ դուք չեք տալիս օրը 24 ժամ։ Ձեր հարցը ինձ։ Հավատում եք մեր հաղթանակին։ Միանշանակ։ Ու փառքաս։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հենման կետի սիրելի ունկնդիրներ, մեր այս հանդիպումը այսպիսին էր, եւ այս հանդիպմանը հաջորդելու են բազում հանդիպումներ, որովհետեւ սա ձեր հենման կետն է։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր եղել են հենման կետում, ովքեր նույնպես դարձել են ձեր հենման կետը։ Բարի ամանոր։ Զարաթն ասում էր բարի պատրանք ձեզ ու բարի կաղանդ։ Ես մաղթում եմ միայն բարի կաղանդ, որովհետև պատրանքներից մենք արդեն հոգնել ենք։ Մեզ պետք է իրական կյանքը, իրական հաղթանակները։ Բարին ընդ ձեզ։